Իսկ դու պատկերացնում ես իմ հետ ինչա կատարվում։ Հայկ, խնդրում եմ, էլի գոնե դու ինձ մի տանջի։ Առանց հետ էլ ես ցավից ես ուղղակի չգիտեմ ինչ անեմ։ Հա, ես եմ դուրս եկել այս տնից իմ կամքով, բայց հիմա բացի իմ հետ գալուց ուրիշ ոչ մի տարբերակ չկա։ Տարբերակ միշտ կա, միշտ։ Չկա։ Այս պահին ոչ մի տարբերակ չկա։ Եթե հանկարծ պապային ինչ-որ մի բան լինի, ես ինձ երբեք չեմ կարողանալու ներել ու ամբողջ կյանքում ես ապրելու եմ այդ բեռի տակ։ Դու խնդրում եմ, գոնե դու ինձ հասկացի ու մի մեղադրի, որովհետև եթե դու էլ ինձ չհասկանաս ու ես հույսս քո վրա էլ չկարողանամ դնել, ես ուղղակի չգիտեմ էլ ինչ կանեմ։ Մի քիչ ժամանակ տուր, խնդրում եմ քեզ։ Էս նորմալ չի Նարեկ։ Նորմալ չի։ Կներես Հայկ։ Ես չգիտեմ ինչ անեմ, որ չվնասեմ են մարդկանց, ում սիրում եմ։ Այս պատմությունը ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում հաղթանակ չի ունենալու։ Ես որ տարբերակն եմ նայում եմ, կորուստ կա, մեկը ինչ-որ մեկին պետք է կորցնեմ։ Գիտեմ, գոնե ես հասկանում եմ քո ցավը։ Ես ուղղակի չեմ հասկանում ինչի համար եմ այսքան բարդ տրվում երջանիկ լինելը։ Ինչի համար։ Ой, Սոնա։ Սոն։ Կամաց խոսավրան, Նարին ամբողջ գիշեր չի քնել։ Դու էլ քնել ես, հա։ Սոն լավ չես։ Մի տեսակ հետ եմ սովորել քո հոգատարությունը։ Անսովոր է։ Արի։ Ուր։ Դու չասեցիր, որ Նարեն քնած է։ Ու բացի այդ մենք սենյակ չունենք, որ եկել ենք Նարեի սենյակում ենք խոսում։ Վրոմ խնդրում եմ, չեմ ուզում խոսենք։ Մեր բոլոր խոսակցությունները վերջում կռիվ են դառնում։ Իսկ ես ուզում եմ, Սոնա։ Կապ չունի կռիվ ենք անում, թե չէ։ Դու ամեն պարագայում իմ կողքը պիտի լինես ու մեր սենյակում պիտի լինես։ Իսկ դու ամեն տեղ ես բացի իմ կողքից։
Բարի լույս։ Բարի լույս։ Լավ արթնացար, Միքո։ Դու ոնց որ չես քնե, աչքերդ կարմրած է։ Այդ տրամադրությունը տեղն է, հա, ոնց որ։ Դու ինձ բան չունես ասելու։ Հայկո աղբոր պես չսկսես էլի։ Դու չունես, բայց ես քեզ լիքը բան ունեմ հարցնելու։ Հայկո ավելի լավ է դուրը բացես։ Այս խոսակցությունը կիսատ մնաց։ Հայկ ես ինչ նամակ է։ Քաջիկի նամակն է, Միքո։ Ոնց։ Այն նամակը, որ մեռնելուց առաջ գրել էր։ Ոնց որ էլի։ Ուր։ Բարի լույս քերի։ Բարի լույս, ես ինչ լավ տեսքդ։ Քերի չսկսես էլի։ Ինչի չսկսեմ։ Ես համարյա ուշքդ գնացած դռնից բերել ենք ներս։ Ինչ չսկսեմ։ Ինչ ա եղել։ Կլինի հետո։ Չէ, չի լինի հետո։ Էս հին պարքերիդ հարցն է, թե մի նոր բան է։ Ինչ պարտքեր։ Լիլիթն է ասե։ Որ քեզ մեկը մոտեցել է ու այդ խոսացել է պարքերից հետ։ Դու գիտես, որ ես քո համար ամեն ինչ կանեմ ու քո հարցերը ես կարամ լուծեմ։ Ես ուղղակի չեմ ուզում խառնեմ քո գործերի մեջ, երեխա չես։ Թե ինչ չես վստահում։ Քերի վստահում եմ, բայց հիմա ավելի կարևոր խնդիրներ կան, քան այդ պարտքերը։ Քեզանից ինչ կարևոր ավելի բան կա։ Քերի հիշում ես, որ Քաջիկը մահից առաջ նամակ էր գրել ինձ ու Հայկին։ Այդ նամակը գտնվել է Հայկի մոտը։ Ոնց Հայկի մոտը։ Դե հա ինչ որ մեկը բերեց թողեց։ Բա Հայկը ուր է։ Ստեղ եմ։ Հեն դրսում մարդ կար։ Չէ, տենց էլ չհասկացա ով բերեց։ Հայկ բա ինչ ես կանգնե մնացե, բացի տենանք ինչ է։ Սպասի մի բացի։ Ինչի։ Լավ ես արդեն։ Լավ եմ, Բա ինչի էիք Նարեի մոտ քնել, որ։ որովհետև Նարեն լավ չէր։ 4 կողմից բոլորդ նեղացնում եք։ Ոչ ոք չի հարցնում ոնց է, ինչ է զգում։ Ես հասկանում եմ, որ դու կարող ես Հայկին այն աստիճան ես ատում, որ քո աչքին չի երևում Նարեի լավ ու վատ լինելը։ Բայց ես անհանգստանում եմ Նարեի համար։ Ես էլ եմ անհանգստանում Նարեի համար։
Իմ համար էլ մեկ չի իմ քուրը։ Եթե մեկ լիներ, իր արածներն էլ մեկ կլիներ։ Արի այս թեման չշարունակենք, հա? Որովհետև ինչ է լինի, ոնց հասկանում եմ, ես իմ ասածին եմ մնալու, դու էլ քո։ Շատ ես փոխվել, Սոնա, շատ։ Դու էլ։ Բայց երևի ես քեզ նոր եմ սկսել ճանաչել։ Երեք ասում էիր, որ Միքոին ծեծել են։ Հա, ծեծել են։ Ումից ես իմացել։ Կապ ես պահում ձերոնց հետ։ Ինձ մի պահ թվաց, թե միջիդ մարդն է արթնացել ու անհանգստանում ես, ուզում ես իմանալ ոնց է։ Բայց ստացվում է, որ ես հերթական անգամ ավելի մեծ կարծիքի եմ քո մասին, քան իրականում կա։ Սոնա, ինչքան էլ հիմա մեր հարաբերությունները լարված են, ինչքան էլ այս ձևով ես արտահայտվում իմ հասցեին։ Մեկը ես հույս ունեմ, որ ինչ-որ քայլեր չես անի, որի հետևանքով ես էլ կսկսեմ այլ քայլերի դիմել։ Հույս ունեմ, որ իմ կինը իմ մեջքի հետևում նենց բաներ չի անի, որից կարամ ինձ վատը զգամ ու նեղվեմ։ Ինչից ես նեղվելու։ Եթե ես իմ պապայի ու աղբերների հետ հարաբերություններս վերականգնեմ, դրանից ես նեղվելու։ Չէ, Սոնա, դրանից չեմ նեղվելու։ Նրանից, որ այս ամեն ինչից դու տեղյակ ես, որ աղբերդ ու Նարեն շփվել են իրար հետ, հարաբերություններ են կառուցել ու ինձ չես ասել։ Ու ամենավատը, որ դու միջնորդ ես եղել իրանց մեջ։ Այս աշխարհում քեզնից բացի ոչ մեկին այդքան շատ չեմ սիրում, Սոնա։ Բայց եթե հանկարծ պարզվի, որ իմ մեջքի հետևում ինչ-որ սխալ քայլեր ես արել, ես արդեն չեմ պատկերացնում, թե ինչ կլինի քո վիճակը, ու չեմ պատկերացնում, թե ես ինչ քայլերի կարամ դիմեմ։ Որ մերոնց տանն էի, ամեն օր քո համար կռիվ էի տալիս։ Կռիվ էի տալիս իմ ու քո երջանկության համար, որովհետև մտածում էի, որ միասին լինենք երջանիկ ենք լինելու։ Ես իմ պապային եմ թողել, աղբերներիս եմ թողել, եկել եմ այստեղ, մտածելով, որ իմ երջանկության հետևից եմ գալիս։ Բայց մենակ նրա համար, որ իմ պապային ես չցավեցնեմ, որ չմտածի, որ ես իզուր եմ այստեղ եկել, իզուր է ինքը ինձ թողել։ Ես չեմ զանգում մերոնց, կապի դուրս չեմ գալիս, չեմ ասում ինչ-որ բաներ, որոնցից իրենք կարան վատ զգան, իսկ իրանք ինձ շատ լավ են ճանաչում։ Իմ մի բառից էլ իրանք կհասկանան, որ ես լավ չեմ, որ երջանիկ չեմ։ Ու չեմ հասել այն ամեն ինչին, ինչի համար եկել եմ այստեղ։ Իրանք նեղացած են ինձնից։ Գիտեն, թե ես երջանիկ եմ, բայց ես երջանիկ չեմ։ Իսկ Միքոյի մասին իմացել եմ Լիլիթից։ Կներես, որ արտաքին աշխարհի հետ կապ եմ պահում։ Աստված իր ձևով է հետդ հաշվեհարդար տեսնում Սաքո, ու այդ երևի ամենադաժան պատիժն է քեզ համար։ Ես ուղղակի իմ ցավն Աստծո ձեռքը հանձնեցի ու ինքը որոշեց, որ այս աշխարհում ոչ ոք, անգամ քո տան անդամները կողքիդ չեն կանգնի, երբ որ պահը գա։ Դու ժամանակին հրաժարվեցիր ինձնից, բայց իրենք ինձ ընտրեցին։ Դու իմ ամենամեծ թշնամին ես, իսկ ես քո ամենավատ մղձավանջն եմ դառնալու։ Դու ուղղակի սպասի ու կտեսնես, թե ոնց է քեզ հարվածում են ձեռքը ու մօգնության ամենաշատն ես սպասելու։ Ես էլ քեզ էի վստահում, ես էլ քեզնով էի ապրում ժամանակին, բայց դու ամենավատ ձևով թիկունքից հարվածեցիր ինձ։ Հիմա հերթն իմն է։ Ես լավ գիտեմ քո թույլ կողմն ու քո ցավը։ Այնքան մոտ է այն օրը, երբ որ հեռվում կանգնած նայելու եմ, թե ոնց է քանդվում այն ապարանքը, որն իմ խեղված ճակատագրի ու արցունքների գնով ես կառուցել։
Բարև Հորքուր։ Երբ որ առաջին անգամ գրում էի քեզ, անգամ վստահ է, որ սրտակից մարդու եմ գրում։ Ես անգամ վստահ է, որ մեկս մյուսի կարիքը շատ ունենք, որովհետև ամեն դեպքում խղճի խայթ է զգում քո հանդեպ, չնայած որ քեզ ընդհանրապես ոչ մի վատ բան չեմ արել։ Հորքուր, ես չգիտեմ քո նպատակը որն է։ Ես չգիտեմ, թե դու ինչի հանկարծ որոշեցիր մենակ իմ հետ կապի դուրս գաս ու հետո նույն ձև արագել անհետացար։ Բայց ես քեզ խնդրում եմ գոնե վերջին անգամ կապի դուրս արի իմ հետ, որովհետև իմ մեջ շատ հարցեր կան, որոնք չունեն ու չեն գտել իրենց պատասխանը։ Ու դրանց մենակ դու կարես պատասխանես։ Ես չեմ ուզում ստացվի նենց, որ քեզ օգնելու իմ ցանկությունը ու իմ անմեղ անհանգստությունը ուղես իմ ընտանիքի դեմ։ Ես սիրտս բացեցի քո առաջ, շատ անկեղծ եղա ու երևի սխալվեցի։ Ես մտածում եմ, որ ճանաչում եմ քեզ։ Ես մտածում եմ, որ ինչ-որ էմոցիոնալ կապ կա մեր մեջ։ Բայց իրականում ես չգիտեմ դու ով ես։ Ես հիմա կասկածում եմ, ճիշտ եմ արել, որ փնտրել եմ քեզ։ Թե էլի լավը փնտրելու համար առանց հասկանալու սխալ եմ արել։ Այսքան ժամանակ ես նամակն ենք ման գալիս, որ հիմա չբացեմ, քերի։ Սենց կարևոր նամակը չեմ բերում դռան դեմը դնում ու փախնում։ Համոզված ես, որ հենց այդ նամակն է։ Քերը հենց այս կարևոր նամակը պետքա սենց բերեին։ Բացի Հայկո։ Հայկո բարձր կարդա։ Այն որ դուք առանց երեք մեծացել, այն որ դուք ձեր սեփական գյուղում ավելորդ եք դարձել, այդ մենակ իմ պատճառով է։ Հա, մենակ իմ պատճառով է ու ձեր հերը ոչ մի մեղք չունի։ Ինքը ոչ մեկ չի փախել։ Բա եթե չի փախե ուր է։ Մի րոպե, Միքո։ Ինքը փախնող տեսակ չէր։ Ինքը ձեզ հաստատ մենակ ու անտեր չէր թողնելու։ Հա, ինքն էլ սխալներ ուներ, ինքն էլ անմեղ չէր, բայց ձեզ չէր թողնի գնար, այդ հաստատ իմացեք։ Հետո Հայկո։ Հեսա կհասկանանք, Միքո, սպասի։ Հայկո բարձր կարդա։ Հայկո ինչ եղավ։ Ձեր հերը ոչ թե փախել է, այլ դավաճանության զոհ է դարձել։ Ձեր հերը չկա տղերք։ Ձեր հորը սպանել են։ Ու այդ ես եմ արել, իմ ձեռքերով սպանել ու թաղել եմ։ Էս ինչ էր։ Պապ ջան, դեղից ժամն է։ Դիշ սեղան է, Նազիս ջան։ Ո՞նց ես։ Այդ հարցից նենց եմ ջղայնանում չես պատկերացնում։
որ հարցում են ոնց ես, ոնց որ նորից հիվանդանամ։ Երեկվանից անընդհատ մեր խոսակցության մասին եմ մտածում։ Հորքուրի մասին, որ ասացիր։ Ես զգում էի Նարե, որ վաղուց դու ինչ-որ բան ես թաքցնում։ Հա, ես սկզբում հորքուրին ման էի գալիս, հետո գտա ու խոսացի հետը։ Դու գիտես, որ ես միշտ մեղադրել եմ քեզ ու մտածել եմ, որ դու հորքուրի հանդեպ սխալ ես վարվել։ Նարե, Լալան հասկանալով ամեն ինչ ժամանակ չի կորցրել ու քեզ, աղջիկ ջան, իմ դեմը տրամադրել։ Մենք չենք ընտրում մեր ծնողներին։ Ծնողները չեն ընտրում իրենց երեխեքին։ Երկուսս էլ սխալական ենք ու շատ։ Բայց այդ կապ չունի։ Ես մեկը քեզ շատ սիրում եմ։ Գիտես, իմ համար շատ դժվար կլիներ ապրել քո հետ այն ամեն ինչից հետո ինչ որ իմացա, եթե ես չիմանայի քո հոգու այն ամենալուսավոր կետի մասին, որի մասին երևի մենակ ես գիտեմ։ Ես գիտեմ, թե դու ինչքան բարի ու փխրուն սիրտ ունես։ Եղել են ժամանակներ, որ ես բոլոր անհաջողություններում քեզ եմ մեղադրել։ Եղել են ժամանակներ, որ շատ մահու չափ բարկացած եմ եղել քո վրա։ Բայց մեկը այդ չի խանգարել ինձ, որ քեզ սիրեմ։ Կուզես անկեղծ լինեմ քո հետ։ Չէ, ուզի այսքան շատ քեզ սիրեի։ Որովհետև տենց ավելի հեշտ կլիներ։ Բայց գիտես ինչի եմ քեզ սիրում։ Որովհետև ես տեսել եմ, թե դու ոնց ես մեզ սիրում, թե դու ոնց ես ինձ սիրում։ Ես տեսել եմ այն ամենաջղանեցած ժամանակ ոնց ես քեզ զսպել։ Ու այդ ժամանակ եմ հասկացել, որ ես քեզ սարսափելի շատ եմ սիրում։ Ու եթե դու անգամ աշխարհի ամենավատ մարդն էլ լինես, աշխարհի ամենավատ բանն էլ անես, մեկը իմ սերը դրանից չի պակասելու։ Հա, դու շատ վատ, սարսափելի բան ես արել։ Դու շատ դաժան ես վարվել հորքուրի հետ։ Բայց եթե անգամ Լալան որոշի, որ բացահայտ պատերազմ է սկսում քո դեմ, հավատա ինձ, ես չեմ դառնա այն ձեռքը, որով քեզ կհարվածի։ Ընդամենը երեք ես մտածում էի, որ եթե փախնեմ ձեզանից կփրկվեմ ու իմ համար ամեն ինչ լավ կլինի, բայց այն պահին, երբ որ ես իմացա, որ դու վատ ես, ուղղակի աշխարհը կանգ առավ իմ համար։ Ես չեմ ուզում կորցնեմ քեզ, ես պատրաստ չեմ դրան, որովհետև եթե ես քեզ կորցնեմ, ոչ մի բան էլ իմաստ չի ունենա։ Արի մոտս։ Պետք էլ չի, որ պատրաստվես, որովհետև ինձ բարձրացնողն եք դուք, ինձ տապալողն եք դուք, հատկապես դու Նարե։ Փաստորեն ես նամակով դառնում է, որ քաջիկն է սպանել, հա, Աշոտին։ Ես հիվանդանոցում, որ քաջիկի հետ խոսում էի, կասկածներ ունեի, բայց համել մեջս հույս կար, որ սխալ եմ մտածում։ Քաջիկը ինչի պետք է դες բան աներ։ Չես մտածել դրա մասին։ Քերի հիմա ինչը մտածենք, այդ կարևոր չի։ Քաջիկ էլ չկա։ Ումից պետք է պատասխան պահանջենք։ Այսքան ժամանակ մեր հորը ատելով ապրել ենք։
որ մեր տատուն ու պապուն մենակ թողել գնացել է։ Մեր թիկունքին չի եղել։ Հիմա ի՞նչ է պարզվում, Քերի, որ սպանել են։ Ես ձեր տեղը ես նամակին տես միանշանակ չի վերաբերվի։ Լսի, նորից մտածի, քաջիկը ինչի պետք է տես բան աներ։ Չես հասկանում, որ իրանք իրար հետ կապ չունեին։ Լսի, ես անցել եմ շատ երկար կյանք ու շատ բան հասկանում եմ։ Այս նամակը հենց նենց չի եկել։ Նախ եւ առաջին չգիտենք ով է բերե, ոնց է բերե ու ինչ ավելացրե մեջը։ Հատ պետք է հասկանալ, նոր որոշում անել։ Ես անընդհատ հիշում եմ քաջիկի ասածները հիվանդանոցում ինձ, Քերի։ Ու նոր հասկանում եմ։ Նոր սենց կապվում է իրար հետ լիքը բան։ Ես չգիտեմ այս նամակը ով է բերել, բայց ինձ թվում է, որ ոչ մի բան չի փոխված այս նամակի մեջ։ Այստեղ մի հատ հարց կա ու շատ կարևոր։ Լալան իմացել է, չէ՞ որ հորս սպանել են։ Իմացել է։ Բա ինչի է թողել գնացել, ինչի է սուս մնացել։ Ինչի է մենակ վերկացել ու գնացել այդ ամեն ինչից հետո։ Պարզ չի։ Սակոյի արածն է։ Քաջիկը այսքան ժամանակ առանց Սակոյի իմացության չի է շնչել։ Հուր մնաց տենց կարևոր հարց պահեր Սակոյից։ Պապայի վրա մուր է ունեցել։ Քրոջն է տնից հանել է, պատժել է էլի։ Դե քաջիկին հո չէին մատնելու։ Քանի գնում ենքան ավելի կարևոր է դառնում Լալային շուտ գտնելը։ Լսում եմ։ Բարևաբոն է։ Գիտեմ։ Պետք է հանդիպենք, շատ կարևոր բան կա խոսալու։ Ինչ որ բան է եղել։ Հա, բան է եղել։ Աշոտի մահվան հարցն է։ Ինչ որ բաներ են կատարում, որ իմ համար անհասկանալի են։ Այսինքն։ Այսինքն քաջիկը նամակ է թողել։ Այդ նամակի մեջ էլ ասում է, որ նեղ բաներ, որ ոչ մի ձևի չի համապատասխանում քո պատմածի հետ։ Որտեղ ենք հանդիպում, տեղ ասա։ Այգո, Քերի ասածների մեջ տրամաբանություն կա։ Քեզ թվում է պապան ողջ է։ Չգիտեմ։ Երևի չէ։ Կամ էլ տենց ավելի հեշտ է արդարացնել պապայի բացակայությունը։ Ժամանակ մտածում էի, ասում էի ավելի լավ է մեռած լինի։ Բայց հիմա որ իմացա տարօրինակ զգացողություն է ինչ որ։
Քաջիկի հետ խոսալուց ինչ որ բան կասկածում էի, բայց նա ինձ հույս ունեի, որ սխալվում եմ Նիկո։ Հայկո, հիմա դու էլի կարող ես ինձ չլսես։ Կարող է էլի երեխու տեղ դնես։ Բայց եթե պարզվի, որ Քաջիկն է սպանել պապային, դուրս է գալիս, որ Սաքուն իմացել է։ Կարող է ինքը չի սպանել, բայց իմացել է ու սուս է մնացել։ Դուրս է գալիս, որ մասնակից է։ Դու էլի շփվելու ես Նարեի հետ։ Նիկո, պետք չի հիմա այս թեմային բերել Նարային խառնել, հələ չգիտենք ինչ ա եղել, հաստատ է, թե հաստատ չի։ Սաքունը Քաջիկը ընկերներ են։ Ու 1000 բան են իրար հետ խոսացել։ Մենք ու ամեն ինչից տեղյակ չենք։ Ինչի պապան իրանց ընկերը չէր։ Հայկո մնում էր էտել արդարացներ ու վերջ։ Ալո։ Հայկ, ո՞նց ես։ Չգիտեմ Նարե, չգիտեմ ոնց եմ։ Ինչ ա եղել, ձայնը տահավոր է։ Հա, վիճակս էլ մի բան չի։ Ինչ ա եղել։ Իմացել եմ այն ինչ այսքան տարի գաղտնի ա եղել Նարե։ Ամեն ինչ կսպասեի, ամեն ինչի պատրաստ էի, բայց որ սենց։ Այսինքն իմացել ես, ինչ ես իմացել։ Քաջիկի նամակն էին այսօր բերել։ Ինչ։ Չգիտեմ ով էր բերել դրել դրան դեմը գնացել էին։ Ոնց, անհնար է։ Այսինքն Դե ուզում եմ ասեմ, որ շատ տարօրինակ է։ Հա, Նարե, ամեն ինչ շատ տարօրինակ է։ Դու են ասա հորքուրից հետ ոչ մի նորություն չկա։ Չէ, Հայկ, չկա, ոչ մի ձև կապի դուրս չի գալիս։ Լավ, ես քեզ կզանգեմ։ Արմո, Ինչ ես ուզում։ պիտի խոսենք։ Քեզ թվում է այսքանից հետո պիտի հետդ խոսամ, հա։ Այսքանից հետո։ Վարամատունն է, ես իրեն մոտ եմ եկել։ Հա, տանն է։ Բայց միջև հետ իմ հետ կխոսես ու ինձ կլսես։ Ինձ թվում էր, որ էլ դու չես կարա անես ուղղակի նենց բան, որից ես կզարմանամ։ Բայց դու ինքդ քեզ գերազանցել ես։ Ես չեմ հասկանում, ինչի համար ես տենց բան արել։ Ինչքան ես տենց շարունակելու։ Քեզ թվում էր չեմ հասկանալու, որ դու ես։ Ու այդ ինչ ես հասկացել։ Քաջիկի նամակը ո՞նց է ձեռքդ ընկել։ Ինչ էլ շուտ անորությունները տեղ հասնում։ Հա, փաստորեն չես էլ հերքում։ Ինչի պետք է հերքեի, հա։ Ինչի ես նամակը Հայկին ուղարկել։ Արմո, ինչի ես խառնվում այն գործերում, որոնք ընդհանրապես քեզ չեն վերաբերում։ Մտածում էիր կփախնեիր այդ լակոտի հետ ու ամեն ինչ տեղը կընկնի, Նարե։ Չէ, Նարե։ Ես քեզ ասել եմ, դու իմն ես լինելու։ Ու դու ես ինձ խնդրելու, որ ես քեզ ներեմ։ Ու այդ օրը գալու է, քիչ է մնացել։ Ինչ ես տենց նայում վրես։ Մտածում էիր չեմ իմանալու ուր ես եղել։ Այն օրը, երբ որ հերեդ պարկած էր հիվանդանոցում, դու այդ լակոտի հետ էիր։